Բարեկամներ, ողջույն։ Այսօր բանակից ենք խոսելու։ Ընդամենը 8 ամսում զինված ուժերում 12 զինծառայողի մահ եւ ռազմական գերատեսչության առանցքային պաշտոնյաների 4 պաշտոնանկություն է եղել եւ բանակում կարգապահության խնդրի շուրջ նորից սրվող հանրային դժգոհությունը ակնհայտ է։ Այս թվերը արդեն պարզապես առանձին միջադեպերի վիճակագրություններ չեն։ Ոչ բարեկամներ, դրանք հարցեր են, թե ինչ է կատարվում բանակում եւ ավելի լայն իմաստով ինչ է տեղի ունեցել, ինչ խնդիրներ են մեր հասարակության մեջ տեղակայված, որ տեղափոխվում են բանակ եւ ոնց են այդ ամենը լուծելու եւ ինչ լուծումներ են առաջարկում։ Այս ֆոնին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է, վերնագրով, հնչում է ոչ թե որպես հերթական կառավարչական ձևակերպում, այլ որպես համակարգի առջև կանգնած հրատապ խնդրի արձագանք։ Պաշտպանության նախարարության ղեկավարը հերթական ստուգայցն է կատարել զորամասերից մեկ եւ կրկին շեշտել է կարգապահության կարեւորության մասին։ Անկեղծ ասած, ես ինչ հիշում եմ, կարգապահությունից են խոսում, բայց այս պահին հասարակության համար առանցքային հարցը այն է, ինչպես է ստացվել, այս ամենը եւ ինչպես է չափվելու այդ կարգապահության բարձրացումը եւ ինչն է իրականում փոխվելու զինվորի օրակարգում, որ այդ ողբերգությունները այլևս չկրկնվեն, որովհետեւ խնդիրը միայն հրամանատարային վիճակները չեն եւ հրամանատարին ենթարկվելը չէ։ Խնդիրը նաև այն միջավայրն է, որտեղ զինվորը ծառայության ընթացքում կարող է բախվել ոչ ֆորմալ հիերարխիայի, աստիճանների, ճնշման, նվաստացման, բռնության, լռության մշակույթի, տղայական բարքերի եւ այլն, տասնյակ օրինակներ կարելի է բերել։ Դրանպես այսպես կոչված տղայական բարքերի եւ քրեական ենթամշակույթի մասին խոսելիս չեն կարող շրջանցել նաեւ ֆինանսական խնդիրների եւ ցավոք սրտի այդ առցանց խաղամոլության թեմաները, որոնք ներթափանցել են նաև բանակ։ Ժամանակակից զինծառայողը բանակ է մտնում ոչ միայն իր սոցիալական ու ընտանեկան խնդիրներով, այլև երբեմն արդեն ձևավորված ֆինանսական պարտավորություններով, վարկերով օրինակ, առցանց խաղատների նկատմամբ կախվածությամբ։ Խաղը կարող է սկսվել որպես զվարճանք, բայց շատ արագ գումար վաստակելու փորձը արագ հարստանալու մոլուցքը կարող է վերածվել հսկայական պարտքերի, կորուստների, շրջանակի նեղացման, շփվող մարդկանց եւ արդյունքում շատ լուրջ խնդրի։ Այստեղ վտանգը միայն գումարի կորուստը չէ, ֆինանսական կախվածությունը կարող է մարդուն հոգեբանորեն քայքայել, առաջացնելով ամոթը, վախի զգացումը, ստրեսը, մեկուսացումը եւ անօգնական իրավիճակում հայտնվելու զգացումը։ Իսկ երբ պարտքերը մեծանում են, կարող են ի հայտ գալ նաև ճնշման այլ ազդակներ, շանտաժ օրինակ, ումից որ պարտք է արել, այլ մարդկանցից գումար պարտքով վերցնելու եւ չկարողանալու վերադարձնելու խնդիրները ձնագնդիկի պես մեծանում են եւ այդ պահին ֆինանսական խնդիրը վերածվում է արդեն սոցիալական եւ հոգեբանական խնդրի։ Ուստի այդ արդեն նկատելի է բանակում այդ առցանց խաղամոլության դեմ պայքարը հենց բանակում չի կարող լինել միայն արգելքների կամ պատժի հարց։ Պետք է նաև վաղ այդ ամենը հայտնաբերվի, ֆինանսական գրագիտություն պետք է լինի։ Ես եթերներից քանիցս խոսում եմ դրա մասին, որ մենք այո, մեր դպրոցական նստարանից մեր հատկապես պատանիներին, թեպետ այդտեղ սեռի հարց չի, պետք է ֆինանսական գրագիտություն սովորեցնենք։ Ես հիշում եմ մի փոքր ավակ սերնդի որոշ ներկայացուցիչների հետ ֆորումի ժամանակ այս թեմայի շուրջ խոսացի, ասա երեխեքին փոքր փողի եք սովորացնում։ Գումարը մեր կյանքն է, մեր էությունն է։ Հասկանաք, մենք բան չենք սոցիալիզմի մեջ չենք ապրում, որ պետությունն ամեն ինչ հոգալու, երեխան պետք է փողի հետ վարվեցողություն իմանա, որ այս խնդիրների մեջ չլինի։ Վստահ եմ երեկոյան ժամերին Երևանի տարբեր համայնքներում, երբ որ զբոսնում եք, տեսնում եք պատանիների հիմնականում, ովքեր են տերմինալները կան գումարի մուտքագրման, որ պարտքերն են կոպեկով փակում։ Տեսել եք, չէ՞, որ ուշադրություն դարձնեք, անցեք մի հատ տեսեք ինչ ծառայությունների դիմաց են այդ վճարումները անում։ Ճնշող մեծամասնությունը այդ խաղատան փողերն է փակվում։ Դրա համար ֆինանսական գրագիտություն պետք է լինի, հոգեբանական աջակցություն եւ այնպիսի միջավայր պետք է ստեղծվի, որտեղ պարտքի կամ խաղամոլության խնդրի մասին խոսելը չի ընկալվի որպես ամոթ եւ թուլություն, այլ կդիմեն պատշաճողջության եւ կստանան այդ օգնությունը։ Որովհետև այս շղթան երբեմն կարող է լինել շատ դաժան, ֆինանսական կորուստից դեպի հոգեբանական ճգնաժամ,
հոգեբանական ճգնաժամի սոցիալական մեկուսացում, որ ոչ մեկին չես ուզում տեսնել ու խոսել, իսկ չբացահայտված եւ շատ ավելի բարդ դեպքերում արդեն ֆիզիկական վտանգ։ Հենց այստեղ է բանակի պատասխանատվությունը գալիս, նկատել խնդիրը ոչ թե այն ժամանակ, երբ դրա հետևանքը արդեն անդառնալի է, այլ շատ ավելի վաղ, այն պահին, երբ օրինակ հենց զինծառայողը նույն դերօգնության կարիք ունի եւ դեռ հնարավոր է կանխել ողբերգությունը։ Ասում են բանակը հասարակության հայելին է։ Ես կավելացնեմ, որ բանակը հասարակությունից մեկուսացված կղզի չէ։ Եվ եթե հասարակության մեջ կան, ասենք, ուժի պաշտպանմունքի ձևակերպումներ, կեղծ հայրենասիրության տարրեր, որոնց մասին մենք հաճախ խոսում ենք, այդ տղայական ինքնահաստատման դրսևորումներ, խնդիրները ներսում թաքցնելու մշակույթ եւս կա եւ հեղինակության ոչ ֆորմալ համակարգեր են այնտեղ գործում։ Դրանց մի մասը վաղ թե ուշ հայտնվում է նաև զորամասում եւ հանգեցնում է այն իրավիճակի, որը մենք այսօր ունենք։ Այդ իսկ պատճառով բանակի կարգապահության մասին խոսելիս անհրաժեշտ է խոսել ոչ միայն զինվորական կանոնադրության, հրամանատարի կատարման, այդ հրամանների կատարման, ճիշտ կատարման, պատժամիջոցների մասին, այլ մեր հասարակության արժեքի ու արժե համակարգի մասին, որովհետև բանակը չի կարող երկարաժամկետ ավելի առողջ լինել, քան այն հասարակությունը, որից ամեն տարի համալրվում եւ ձևավորվում է այդ բանակը։ Եթե հասարակության մեջ ուժեղին հարգում են միայն այն պատճառով, որ նա կարող է վախեցնել, ծեծել, կարճ ասած, եթե տղայականությունը նույնացվում է ագրեսիայի ու լռելու, չխոսելու պարտադրանքի հետ, եթե պարտքերի, խաղամոլության կամ անձնական խնդիրների մասին խոսելը համարվում է ամոթ թուլություն, ապա այս մշակույթի մի մասը անխուսափելիորեն հայտնվում է նաև բանակում եւ դրսևորվում է այնտեղ։ Ուստի բանակի բարեփոխումը պետք է սկսել ոչ միայն զորամասի դարպասներից ներս, այլև հասարակության արժե համակարգից։ Զինվորին պետք է սովորեցնել ոչ թե պարզապես ենթարկվել, այլ հասկանալ, ինչու է օրենքը կարևոր եւ ինչու է այդ պահին դու ենթարկվում։ Հրամանատարին պետք է գնահատել ոչ միայն հրաման տալու կարողության համար, այլև նրա համար, որ որքան անվտանգ ու առողջ միջավայր է նա կարողանում ստեղծել քո եւ քո զինակից ընկերների համար։ Իսկ ռազմական ոստիկանության արդյունավետությունը պետք է չափվի ոչ միայն բացահայտված դեպքերի թվով, այլ նաեւ նրանով, թե քանի վտանգավոր իրավիճակ է կանխել նույն այդ ոստիկանությունը։ Եվ ի վերջո, զինվորը բանակ է մտնում արդեն ձևավորված պատկերացումներով, հասուն տղամարդ, 18 տարեկան, որոշ դեպքերում ավելի, ուժի, պատվի, տղամարդկության, փողի, պարտքի, ընկերության եւ պատասխանատվության մասին իր պատկերացումներով։ Եվ եթե ուզում ենք փոխել բանակը, լավ իմաստով, պետք է փոխենք նաեւ այն պատկերացումները, որոնք զինվորը իր հետ տանում է զորամաս։ Մտածեք այդ ուղղությամբ։